Ողջույն, ես Դավթնի բրենդի հիմնադիրն եմ եւ ձեզ հետ շարունակում ենք խոսել նորաձևության միտումներից, այս անգամ խոսելու ենք աքսեսուարներից։ Առհասարակ միայն հագուստով հետաքրքիր կերպար ստանալը շատ բարդ է, մեզ անպայման անհրաժեշտ են աքսեսուարներ եւ ճիշտ ընտրված աքսեսուարը կարող է ձեր լուքը դարձնել անմոռանալի եւ շատ հետաքրքիր։ Այսպիսով, ինչպես միշտ նշում եմ, թրենդների մասին խոսելիս շատ կարեւոր է ընդհանուր պատկերացումը նորաձևության միտումների մասին։ Այս պահին մենք ունենք գրասենյակային ոճի ակտիվացում, որի հետևանքով հենց գրասենյակային ոճը լրացնող աքսեսուարները բավականին շատ են եւ պոդիումում եւ մաս մարքետում։ Այսպիսով առաջինը ուզում եմ խոսել, ինչպես հասկացաք, փողկապներից։ Փողկապների օգտագործումը այս պահին նորաձևության մեջ բավականին բազմազան է, մենք այն տեսնում ենք հենց գրասենյակային ոճի մեջ, ինչպես նաեւ սպորտային ոճի համադրությամբ, այն օգտագործվում են նաեւ որպես գոտի։ Մյուս աքսեսուարը, որից պետք է խոսեմ այս շրջանակներում, իհարկե դրանք կաշվե ձեռնոցներն են։ Այս թրենդը ամենուր է։ Մենք տեսնում ենք նորից նորաձևության ցուցադրությունների ժամանակ, ինչպես նաև բազմակի բրենդներ ունեն տարբերակներ, տեսնում ենք եւ երկար տարբերակները, հիմնականում կաշվե տարբերակներ, կաշվե փոխարինիչով տարբերակներ, ինչպես երկար, այնպես է կարճ տարբերակներով, նաև լայն երիզներով եւ հիմնական թրենդային երանգներով, իհարկե շագանակագույն, կանաչ, նաև բուրգունդի երանգներով։ Այս աքսեսուարը հավելյալ շքեղություն է հաղորդում ձեր կերպարին, որ ոճում է այն օգտագործեք, իհարկե նորից գրասենյակային ոճում այն շատ գեղեցիկ է, նաև շատ լավ համադրվում է բոհո ոճի վերնաշապիկների, տաբատների եւ այլ աքսեսուարների հետ։ Եվ խոսելով բոհո ոճից, պետք է նշեմ, որ այստեղ հետաքրքիր է ծոպերի, այսպես կոչված բախրամայի օգտագործումը, այն գրեթե ամենուր է, մենք տեսնում ենք դրա օգտագործումը որպես ականջող, որպես պայուսակի հավելում, որպես կոշիկի հավելում, նույնիսկ հագուստի վրա, այնպես որ կարող եք ձեր լուքը հետաքրքիր դարձնել նաև բախրամայի միջոցով։ Նույն բոհո ոճի ազդեցությամբ մենք ունենք գոտիների հետաքրքիր օգտագործում, իզուր չէ որ ասում եմ գոտիների, քանի որ միաժամանակ օգտագործում ենք մի քանի գոտիներ եւ ոչ թե մեկ, այլ տարբեր գործվածքներից, ինչպես օրինակ մետաղյա գոտիները, կաշվե գոտիների եւ այլ տարբերակների հետ։ Նկատելի է նաեւ հաստ գոտիների բավականին տարածում, ցուցադրությունների ժամանակ 25-26 թվականի արդեն նկատելի էր վինտաժային այսպիսի գոտիների ակտիվ օգտագործում։ Նկատած կլինեք, որ նաեւ շատ տարածում ունեն ծավալային զարդերը եւ սա նույնպես բոհո ոճի ազդեցությունն է, այն տեսնում ենք ամենուր եւ ձեր լուքը հետաքրքիր դարձնելու համար խորհուրդ կտամ կրել ծավալուն զարդեր, ինչպիսին են ականջողները, թևնոցները եւ վզնոցները։ Եվ վերջին աքսեսուարը, որից կցանկանայի խոսել, դրանք շարֆերն են, որովհետեւ դրա օգտագործումը բավականին բազմազան է, այն կրում են եւ գլխին եւ թևին, ինչպես նաեւ գոտկային հատվածում որպես գոտի սվիտերների հետ համադրությամբ եւ դրա բազմակի տարբերակներ են այս պահին շատ թրենդային։ Առաջինը կուզեի առանձնացնել նեղ շարֆերը, որոնք շատ հետաքրքիր հավելում կարող են լինել ամբողջ կերպարի համար, ինչպես նաեւ քեյփերը, որոնք կարող եք կրել որպես վերարկու, եւ իհարկե ժանյակով շարֆերը, որոնք պոպուլյար են դեռ անցած սեզոնից։ Եվ վերջում ուզում եմ հիշեցնել, որ այս թրենդերի բազմազանությունը ուղղակի ուղեցույց է, որ պետք է ձեզ օգնի կողմնորոշվել, բայց դրա համար անհրաժեշտ է անձնային ոճի զարգացում եւ ձեռքբերում։